Բարի լույս Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, այսօր զրուցելու եմ լրագրող Դավիթ Սարգսյանի հետ, բայց մինչև մեր զրույցը սկսելը պետք է խնդրեմ, որ բաժանորդագրվեք ալիքին, հավանեք տեսանյութը եւ գրեք մեկնաբանություններ։ Բարև ձեզ Դավիթ։ Բարև ձեզ Կորյուն, շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Երեք բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներբողներ էր ձոնում, ասում էր, որ նրան բոլորը սիրում են, որ չգիտեմ, ինքը շնորհակալ է Նիկոլ Փաշինյանին, պատմում էր, թե ինչքան լավ է սովորել դպրոցում, դա գուցե հասկանալի լիներ, եթե նա նույնը չաներ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ձեր կարծիքով ինչու է սպորտսմենը այսպիսի անհասկանալի վարքագիծ դրսևորում։ Աբրահամի վարմունքում ցավոք նոր բան չկա, դա հանրային ազդեցություն ունեցող անձանց բնորոշ որակ է, որը մենք տեսել ենք վերջին տարիներին եւ տասնամյակներին հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում մեծ ազդեցություն եւ հեղինակություն ունեցող անձանց օրինակով, արվեստից եւ կրթություն ու գիտությունից մինչեւ սպորտ եւ Աբրահամը ցավալիորեն համալրեց այն անպատիվ գործիչների շարքը, որոնք այս վարչախմբի հետ փորձում են որևէ պայմանավորվածության գալ, ասենք ինչ-որ շինթույլտվության դիմաց ներբողներ ձոնել կամ գովերքել այս վարչախմբին, երիցս անպատիվ է դառնում այդ վարմունքը, երբ հիշում ես, թե ովքեր են այս վարչախմբի ներկայացուցիչները, ով է այս վարչախմբի պարագլուխը, ինչ մեղքեր է գործել, եւ եթե ստանդարտ իրավիճակում դեռևս կարելի է ինչ-որ բացատրություններ գտնել օրվա իշխանության հետ համագործակցելու համար, ապա հիմա նրանց հետ որևէ ձեռքսեղմում եւ դրա արդարացման փորձ չի կարող լինել բնության մեջ։ Հատկապես եթե նախկինում դու աչքի ես ընկել դրամագծորեն հակառակ դիրքորոշմամբ եւ փորձել ես հիմնավորել, որ օրինակ Արցախը պետք է շարունակի մնալ հայապատկան։ Կողքդ կանգնած անձը հենց այն անձն է, որը Արցախը Ադրբեջան է համարում իր ծագման օրից, համարում է, որ այն հայկական հայրենիք երբևէ չի եղել։ Հետևաբար այն հարցերը, որոնք ժամանակին բարձրաձայնում էիր եւ դրանք լեգիտիմ հարցեր էին, արտավոր էր ուղղել կողքիդ կանգնած անձին, որին վերագրում էր 70-80% վարկանիշ եւ հանրության կողմից ընդունելություն։ Շատ ավելի կարևոր կլիներ լսել հայրենական սպորտի իրական ներկայացուցիչների, ասենք օրինակ Լևոն Արոնյանի կամ Հենրիխ Մխիթարյանի կարծիքը, մենք լավ գիտենք նրանց կարծիքը եւ դիրքորոշումը այս վարչախմբի եւ նրա քաղաքականության մասին, բայց պետք է հիշենք նաեւ, որ հենց նրանց թշնամական կառավարման հետևանքով էր, որ մեր հայրենական սպորտի, ֆուտբոլի եւ շախմատի երկու կարևորագույն ներկայացուցիչները արդեն քանի տարի է հայկական դրոշի ներքո հանդես չեն գալիս եւ մեր հավաքականներում չեն խաղում։ Լավ կլիներ Արթուր Աբրահամը հիշեր այս ամենը Փաշինյանին գովերքելուց առաջ։ Դավիթ, կարելի է Նիկոլ Փաշինյանի հետ գուցե քաղաքավարի շփվել կամ, չգիտեմ, որևէ զրույց ունենալ, բայց Արթուր Աբրահամը ակնհայտորեն քցնում էր, ակնհայտորեն, չգիտեմ, քաղաքական կողմնորոշ վատություն էր դրսևորում։ Երևում էր, որ ինչ-որ ակնկալիք կա այդտեղ։ Ես չգիտեմ նրա ակնկալիքը որն է, տեսանյութից երևում էր, որ նրա անվան դպրոցի հիմնարկեկն է նույնիսկ, ոչ թե բացումը, այսինքն ակնհայտ է, որ այդ շինարարությունը դեռ տարիներ ձգվելու է եւ շատ մեծ հարց է, ով կընդունի այդ շինարարությունը, ում օրոք կկտրվի կարմիր ժապավենը եւ ով առաջինը այնտեղ ոտք կդնի։ Ինքն էլ հավանաբար պետք է հստակ հաշվարկեր, որ այս վարչախմբի երկարաժամկետ մնալը բնավիրատեսական չէ եւ շատ լավ կլիներ անունը չախտոտել նման անպատիվ վարքագծով։ Ընդհանուր առմամբ այս երևույթի առանձնահատկությունն այն է, որ ոչ քաղաքական դեմքերը հանրային կյանքի տարբեր ոլորտներում ազդեցություն ունեցող մարդիկ կարծում են, որ որևէ վատ բան չկա նրանում, որ իրենք օրվա իշխանության հետ համագործակցում են։ Ասենք օրինակ նախագահի պաշտոն զբաղեցնող անձը վերջին շրջանում տարբեր հեռուստաալիքների ժամանցային զվարճալի հաղորդումների հյուր է գնում կամ թոք-շոուերի է մասնակցում եւ այդ հաղորդումները վարողները կարծում են, որ իրենք ոչ մի վատ բան չեն անում։ Այսինքն հյուրընկալել են ընդամենը մեկին, ինչպես օրինակ շոու բիզնեսի աստղերի։ Մինչդեռ իրականում նրանց արջի ծառայությունը շատ ավելի ծանր է, շատ ավելի անընդունելի է, քան նույնիսկ ասենք օրինակ իմ եւ ձեր գործընկեր քաղաքական լրագրողների, որոնք գործի բերումով շփվում են այդ անձանց հետ, թեև միշտ չէ որ տալիս են այն հարցերը, որոնք արժե տալ եւ առավելևս միշտ չէ որ հակադարձում են այնպես, ինչպես արժեր հակադարձել։
բայց շատ ավելի անպատիվ է այդ անձանց վարմունքը, որոնք արտաքուստ ապաքաղաքական սոուսի տակ իրականում լեգիտիմացնում են այս վարչախմբի կարգառու ներկայացուցիչներին, այսինքն դարձնում են մեզնից մեկը։ Իմ եւ ձեր կյանքում հարգելի կորում եւ մեր շատ գործընկերների, մեր դաշտի, մեդիա դաշտի ներկայացուցիչների, ընդհանրապես հանրային կյանքի տարբեր ոլորտների ներկայացուցիչների կյանքը արմատապես փոխվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ի հաշիվ այն փոխզիջումների, որոնք մենք չենք արել։ Ասենք մեր շրջապատում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր անձանց հետ կապերը խզել ենք, փողոցում նույնիսկ հանդիպելիս նրանց բարև չենք տալիս, նրանց չենք կանչում հարցազրույցների, առավելևս չենք գրում հավաքույթների, որտեղ նրանցից որևէ մեկը ներկա է։ Ես օրինակ մշտապես ճշտում եմ, եթե որևէ նման հավաքույթի հրավեր եմ ստանում, եւ եթե այդտեղ անցանկալի անց կա վարչախմբից, ապա բնականաբար չեմ ներկայանում, որը կարող է ասենք ծանոթ լինել, եւ այդպես շարունակ։ Հիմա լավ կլիներ, որ այդ փոխզիջումը, այդ կարմիր գիծը նաև մեր հանրային կյանքում տարբեր ազդեցություն եւ հեղինակություն ունեցող մարդկանց համար լիներ, որ մարդիկ իրենց հաշիվ տային, որ եթե յուրաքանչյուրը պատսպարվում է, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում արտահայտության տակ, բայց շարունակում է իր անձնական մասնավոր հարաբերությունները վարչախմբի տարբեր ներկայացուցիչների հետ, ապա ինքը իր այդ վարմունքով վերարտադրում է այս վարչախմբին։ Վերարտադրում է բարի բուն իմաստով։ Մենք հիշենք, թե 2020-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, նաև 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմից օրեր անց, որքան մեկուսացած վիճակում էին ԿՊԱ-ականները, երբ իրենց բներից դուրս չէին գալիս։ Դա ինչ էր նշանակում։ Դա նշանակում էր, որ մեր հասարակությունը իր մեծամասնությամբ նրանց վարքի որոշակի մոդել էր պարտադրել, եւ նրանք հասկանում էին, որ իզգոյացված են այս հասարակության մեջ։ Բայց երբ սկսում են իրենց բներից դուրս գալ, երբ մարդիկ սկսում են նրանց ձեռք մեկնել, այդ ձեռքը սեղմվում է, սկսում են նրանց գովերքել, նրանց կենացները խմել, շնորհակալություն հայտնել, իրենք հասկանում են, որ այս հասարակությանը կարող են հիմարի տեղ դնել, կարող են լպիրշանալ, ցինիկանալ, եւ մենք տեսնում ենք այդ վարմունքը։ Պարագլխի ընդամենը մեկ շաբաթ առաջ բյուջեի կատարողականի, ավելի ճիշտ ազգային ժողովում կառավարության ծրագրի տարեկան կատարողականի քննարկման ժամանակ նրա արտահայտությունները ժողովրդի հասցեին շունուշանգյալ եւ այլ շատ ավելի ցինիկ բառերով, հենց դրա վկայությունն են։ Եթե Արթուր Աբրահամներ չգտնվեն, որ նրանց չգովերքեն, ձեռք չսեղմեն, շնորհակալություն չարագլուխ, համարձակություն չի ունենա ժողովրդին անվանելու շունուշանգյալ։ Դավիթ, ուզում եմ մի թեմայի անդրադառնանք, ես իհարկե այս հարցին չէի անդրադառնա, եթե այդտեղ հատուկ միտում չտեսնեի, իսկ ես այդտեղ հատուկ միտում եմ տեսնում։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի եւ իր մարդ արդեն չի էլ հասկանում ներկա, նախկին, կին, թեզուգընկեր միասին հայտնվելը Գյումրիում։ Ամիսն էլ չի, մեկ ամիս առաջ էր, չէ՞, 1-2 ամիս առաջ էր, երբ իրենք հայտնեցին, որ բաժանվում են, Աննա Հակոբյանը իր իրերը հավաքել էր, գնում էր, էլ կառավարական ամառանոցում չէր։ Հետո պարզվեց լավ էլ հետ եկե կառավարական ամառանոց, լավ էլ Նիկոլ Փաշինյանը հետ մասնակցում է քարոզարշավի։ Սա ինչպես հասկանանք, սա քաղաքական տեխնոլոգիա է, հնդկական ֆիլմ է, օրինակ ինչպես բնութագրենք։ Էժանագին քաղաքական տեխնոլոգիա է, թատերականացված տարրերով, որի մասին մենք զգուշացնում ենք դեռևս 2 ամիս առաջ, երբ այդ կեղծ բաժանության լուրն առանք ու շատ լավ ճանաչելով Աննա Հակոբյանին, ասում ենք, զգուշացնում եւ հիշեցնում ենք մարդկանց, որ այդ կինը, որը առել է կառավարական ամառանոցների եւ շքեղ կյանքի համը, երբեք այդտեղից դուրս չի գա, եւ այդ թատերականացված կարճ տեսաուղերձը, որով նա պատմում էր, թե իբր առանց թիկնազորի է քայլելու քաղաքում սեփական մեքենա չունի, խնդրում է իրեն չվիրավորել փողոցում տեսնելիս, ակնհայտ է, չէ, որ էժանագին, շինծու եւ հասարակության ցածրագույն խավին ուղված ուղերձներ են։ Եվ նույնիսկ այն հանգույցը, որ նրանք մտածել են, այսինքն իրադարձությունների հաջորդականությունը, եւս քաղտեխնոլոգների կողմից կամ միգուցե իրենց թիմակիցների կողմից մտածված հաջորդականություն էր։ Ասենք Փաշինյանը նախ սրտիկ է ուղարկում առավոտյան իր կողմնակիցների, մեկ էլ Աննա Հակոբյանը միամտաբար հետևով անցնում է այդ պահին, որից հետո ժամեր անց մենք նրանց միասին տեսնում ենք Գյումրիում եւ Աննա Հակոբյանը պետական պահպանության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ։ Շատ նմանվում կամ հիշեցնում է ամերիկյան էժանագին եւ երկարաշունչ ռեալիթի շոուներին, որոնք տարիներով ձգվում են, երբ իրական ժամանակում դու հետևում ես, ասենք, ինչ-որ հայտնի աստղերի կյանքի պատմությանը, բայց իրենք հայտնի լինելով վաղուց աստղ չեն արդեն եւ մեր ժողովրդի հավաքական
արտահայտիչը չեն, ոչ կինը, ոչ էլ ամուսինը, նույնիսկ ծիծաղելի էին որոշ ընդդիմադիր ուժերի փորձերը այս կարճ ընթացքում Աննա Հակոբյանին բերելու իրենց ցուցակ, ներկայացնելու որպես հնարավոր ընդդիմության առաջնորդ, հսկայական տեղեկատվության տիրապետող, երբ իրենց իսկ կողմից արված արտահոսքով վստահ եմ, իրենց կողմից կառավարած արտահոսքով օրեր առաջ գրվեց, որ Աննա Հակոբյանը իր շրջապատին հորդորել է քվեարկել իր նախկին ամուսնու օգտին, որովհետև նա է ակնհայտ առաջատարը եւ նա է պետք է վերարտադրվի։ Այնպես որ բոլոր այն անձինք, որոնք այս ընտանեկան թատրոնի էժանագին տոմսերը սպառում էին եւ փորձում էին ինչ-որ ինտրիգ փնտրել, առաջվա պես թող չողոքեվորվեն եւ հանգիստ լինեն։ Իշխանությունը այս անձանց համար թանկ է ամեն ինչից եւ ներընտանեկան անհանգստություններից եւ ինտրիգներից եւ ակնհայտ է, որ իշխանազրկվելու դեպքում երկուսի տեղն էլ քրեակատարողական հիմնարկն է այդ պատճառով, ինչպես Անջարեղ Դոստոևսկին է 150 տարի առաջ ասել, ոչինչ այնպես չի միավորում մարդկանց, ինչպես համատեղ հանցանքը։ Այսօր այս երկու անձինք պորտալարով կապված են համատեղ հանցանքով։ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում անդրադառնալով զոհերին բանակում 1998-ից մինչև 2018 թվականների զոհերի վիճակագրություններ ներկայացնում եւ այնտեղ տարեկան, ասենք 5 զոհ, 6 զոհ, իհարկե բոլոր կյանքերը թանկ են, բայց Նիկոլ Փաշինյանը տպավորություն էր ուզում ստեղծել, թե իբր նախկին նախագահների կառավարման օրոք պակաս զոհեր չեն ունեցել բանակում, ինչքան իր կառավարման ժամանակահատվածում 18 թվականից մինչև օրս։ Սրանք ընդհանրապես համեմատելի թվեր են եւ մենք այսօր տեսնում ենք, որ նույնիսկ բանակում ոչ պատերազմական կամ էսկալացիոն վիճակներում են մարդիկ զոհվում եւ ինքնասպանություն գործում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ Իսկ Փաշինյանը կարող է մի պարզ հարցի պատասխանել։ 1991 թվականից սկսած անկախ Հայաստանի պատմության մեջ եղել է տարի, եղել է ամիս, եղել է 44 հաջորդական օր, երբ զոհվի ավելի քան 4000 հայ տղամարդ։ Դա իր օրոք է եղել 2020 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին։ Պատերազմում օրեր են եղել, երբ 100-ից ավել զոհ ենք ունեցել մենք։ Այս վարչախումբը սրիկայաբար առ այսօր չի ներկայացնում 44-օրյա պատերազմի զոհերի ամբողջական անվանացանքը եւ մեր զոհերից յուրաքանչյուրի զոհվելու վայրը եւ հանգամանքները։ Եթե զոհվելու վայրերը ներկայացվեն, օրինակ, ներկայացվի, թե հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում ջրականում մենք քանի զոհ ենք ունեցել եւ ինչ հանգամանքներում, որ զինվորը, որ ստորաբաժանման կազմում, ինչ մարտական խնդիր լուծելիս, իսկ ինչ տրանսպորտային միջոցում, ասենք մարդատար ավտոբուսի մեջ, թե զրահապատ փոխադրիչի մեջ, դա էլ է շատ կարեւոր։ Այսինքն հասցրել է մտնել մարտական գործողությունների մեջ, թե ճանապարհին է զոհվել ԱԹՍ-ի հարվածից, ինչպես մեր հարյուրավոր տղաներ, որոնք չէին էլ հասցրել մտնել մարտական գործողության մեջ եւ ճանապարհին են պարզապես ԱԹՍ-ի հարվածից զոհվել։ Եվ այս բոլոր հարցերի պատասխանը լույս կսփռի շատ կարևոր հանգամանքի վրա եւ ցույց կտա, որ Նիկոլ Փաշինյանը միակն է Հայաստանի պատմության մեջ, ում օրոք օր է եղել, որ հարյուրավոր տղաներ են զոհվել։ Մեկ այլ վիճակագրություն էլ դնենք դրա կողքին։ Ծնելիության ցուցանիշը 2025 թվականը պատմական հակառեկորդ է արձանագրել Հայաստանի Հանրապետությունում ծնելիության թվով։ 1991 թվականին Հայաստանի Հանրապետությունում ծնվել է 77000 երեխա, 2025 թվականին Հայաստանի Հանրապետությունում ծնվել է 32000 երեխա, այսինքն 2.5 անգամ պակաս։ Եվ նույնիսկ 2002-3 թվականներին, որոնք ծնելիության ամենացածր ցուցանիշով թվերն էին, զարմանալիորեն 90-ականներից էլ ավելի ցածր, ավելի բարձր է եղել, քան 2025 թվականին, այսինքն մեր պատմության վատագույն տարիներին նույնիսկ Հայաստանում ավելի շատ երեխա է ծնվել, քան Նիկոլ Փաշինյանի օրոք։ Հիմա երբ ինքը գլուխ է գովում իր տնտեսության, շինարարության տեմպերից, ենթակառուցվածքային ծրագրերից, հյուսիս հարավ են բացում, երիտասարդ ընտանիքների բնակարանի շինության եւ ասենք հիպոթեկային ծրագրերի մասին են խոսում, եկամտային հարկի վերադարձի ծրագրի մասին են խոսում, թող մի հատ ամենակարևոր ցուցանիշին նայեն։ Ընտանիքի պլանավորման ցուցանիշին նայեն եւ երեխաների ծնելիության թվին նայեն։ Գոհացուցիչ տեմպ է դա, եւ եթե դրան էլ համադրում ենք Հայաստանում ներգաղթյալների թվի էական աճը, տասնյակ հազարավոր օտարերկրացիների, հնդկաստանցիների, պակիստանցիների
եւ այլոց, եւ նրանց ծնելիության տեմպերը Հայաստանում, եթե նրանք ընտանիքներով են տեղափոխվում, իսկ այդ միտումն էլ արդեն կա, երբ ներգաղթյալները սկսել են իրենց ընտանիքներին տեղափոխել, իրենց կանանց, իրենց ծնողներին, ապա կարելի է միայն պատկերացնել, թե ինչ սարսափելի ժողովրդագրական միջավայրում, պայմաններում է հայտնվում Հայաստանը 10, 15, 20 տարի անց։ Եվ դա այս վարչախմբի ուզածն է, որը ազգային պետություն չի պատկերացնում, որի համար պետությունը վերջնանպատակ է, ոչ թե միջոց։ Իրենց համար այս պետությունը վերջնանպատակն է, սրանից այն կողմ որևէ այլ գաղափար չկա, պատմություն չկա, Արևմտյան Հայաստան չկա, Արցախ չկա, մշակութային ժառանգություն չկա, քրիստոնեական եկեղեցի չկա, ոչինչ չկա, ընդհանրապես այս տարածքում պարփակված պետք է կուշտ ապրել, տակներս չոր, փորներս կուշտ, եւ դրա մեջ այս ամբողջ վարչախմբի կենսափիլիսոփայությունը եւ գաղափարախոսությունն է խտացած, թե ով կապրի, որ ազգության ներկայացուցիչները, ինչ արժեքներով, ինչ կրոն կդավանեն, ինչ լեզվով կխոսեն, մշակութային ինչ ժառանգության կրողը կլինեն, դա բնավ կարևոր չէ։ Դա Արսեն Թորոսյանը այդ մասին շատ ուղիղ հայտարարել էր, որ մենք չպետք է պարտադիր պայման համարենք, որ Հայաստան գան միայն հայերը։ Դա ուղիղ ճանապարհ է դեպի ինքնաոչնչացում, եթե Հայաստանի Հանրապետությունը զրկվում է ազգային պետության հատկանիշից, իսկ Հայաստանի Հանրապետությունը միշտ մոնոէթնիկ պետություն է եղել, նույնիսկ ուշ խորհրդային տարիներին, ապա Հայաստանի Հանրապետությունը զրկվում է քարտեզի վրա այս տեսքով լինելուց եւ դադարում է առհասարակ որպես պետություն լինելուց։ Բայց ցավոք Հայաստանի Հանրապետությունը այլևս հայկական պետություն չէ, այն ոչ հայկական է, ոչ էլ պետություն։ Հայկական չէ ոչ թե այն պատճառով, որ մեր բնակչության մեծամասնությունը հայեր չեն, դերևս հայեր են կամ գոնե անվանապես հայեր են, բայց այն շահը, որը դրված է այս վարչախմբի հիմքում, բնավ արի, այսինքն հայերի շահի սպասարկումը չէ, այսինքն իրենք առաջնորդվում են այն կանխավարկածով, որով կառաջնորդվեին օրինակ ադրբեջանցիները։ Հիմա եթե արցախցիները մնային բռնազավթված Արցախում, իրենց համար կլինեին կյանքի նույնքան անտանելի պայմաններ, որքան ստեղծված են այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Ալիևն էլ էր, չի ասում, եկեք ինտեգրվեք մեր պետությանը, կմտածենք ձեզ համար, եթե ոչ ինքնավարության դա բացառվում էր, ապա ասենք օրինակ ռադիո, դպրոց, մեկ եկեղեցի գործելու մասին կմտածենք։ Նույն բանը այս վարչախումբն է անում։ Քաղաքացիություն ստանալու շատ ծանր պայմաններ առաջադրելով նրանց հորդորում է նախ կոմպակտ չապրել, իրենց ազգային հատկանիշները ոչ թե ազգային, այլ փոքր հայրենիքի, այսպես ասած, արցախցիների հենց հատկանիշները որևէ կերպ չպահպանել, հրաժարվել այն գաղափարից, որ Արցախն իրենց համար հայրենիք է, դա այլ պետության տարածքում տեղակայված, փաստորեն Փաշինյանի եւ Ալիևի համատեղ կանխավարկածով սեպարատիստական, անջատողական մի տարածք է եղել, որի առաջնորդները եղել են մարդկության դեմ հանցանքներ իրականացրած անձինք։ Ալիևը ինչու է այսօր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը պատժում։ Նա այդ անձանց հետ խնդիր չունի, չէ՞։ Ասենք Արկադի Ղուկասյանի հետ ինքը երբևէ որևէ տեղ չի առնչվել։ Բայց ինքը դա ցուցադրաբար միտումնավոր է անում Արցախի նախկին նախագահներին, Արցախի գեներալիտետին, ռազմաքաղաքական առաջնորդներին, խորհրդարանի նախկին նախագահին, նախկին արտգործնախարարին, ցուցադրաբար պատժելով ինքը պատժում է Արցախի պետականությունը, արցախցիներին եւ մեզ բոլորիս, ցույց տալով, որ մենք հայերս ըստ նաև Փաշինյանի կանխավարկածի եղել ենք ագրեսոր եւ օկուպանտ, նախահարցակ եւ զավթիչ, եւ այդ նախահարցակ ու զավթիչ ժողովրդի անջատողական ներկայացուցիչներին, ինչպես իրենք են ձևակերպում, պետք է պատժել։ Դա Փաշինյանի կանխավարկածն է Արցախյան հակամարտության կարգավորման եւ Ալիևի կանխավարկածն է, որի մեջ ամբողջությամբ տեղավորվել է նաեւ այս վարչախումբը։ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրներին անվանում է պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչներ, ժամանակ առ ժամանակ նաև քառագլուխ, նկատի ունենալով վեհապար Հայրապետին եւս սա այս ագրեսիվ քարոզչությունը, այս ապօրինի քարոզչությունը ընտրությունների շրջանակներում արդյոք հիմք չէ, որպեսզի ընդհանրապես այս ուժը դադարի, ավելի ճիշտ է ուժի մասնակցությունը արգելվի ընտրություններին։ Միանշանակ, բայց հիշենք, թե այդ գրանցումը դադարեցնողը, չեղարկողը կամ չգրանցողը ով է, մի անձ, որը ամբողջ կյանքում ուղեկցել է Նիկոլ Փաշինյանին եւ վերջին տասնամյակներում եղել է նրա օգնականը։ Նախ աշխատել է Հայկական ժամանակի խմբագրությունում եւ մի քանի անգամ գործընկերների վկայությամբ վռնդվել է այդ խմբագրությունից, խոսքը Վահագն Հովակիմյանի մասին է, ապա տարվել է
ելք-դաշինք որպես փորձագետ, ելք-դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի օգնականն է եղել, հետո դարձել է ազգային ժողովի ԿՊ խմբակցության պատգամավոր եւ իր մեկ վճռորոշ ձայնով դարձել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։ Միամտությունը չէ կարծելը, որ նա իր քաղաքական կաշկանդվածությունը հաղթահարել է։ Ճիշտ այնպես, ինչպես օրինակ ծիծաղելի կլիներ մտածելը, թե Վլադիմիր Վարդանյանը, որ ընդամենը 3 շաբաթ առաջ ԿՊ-ից պետայրավական հարցերի գլխադասային մշտական հանձնաժողովի նախագահն էր եւ մեկ օրում մի հրաշքով դուրս է եկել այդ կուսակցությունից, դարձել է սահմանադրական դատարանի անկախ եւ անաչառ դատավոր։ Փաշինյանը օկուպացրել է Հայաստանի Հանրապետության իշխանության բոլոր ճյուղերը առանց բացառության եւ այդտեղ քաղաքական նշանակումներ է արել։ Լինի դա գլխավոր դատախազի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի այլ հանձնաժողովների, ասենք օրինակ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կամ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի եւ այլ սահմանադրական պաշտոնների, այս բոլոր ինքնավար պաշտոնները, որոնք պետք է որևէ կախվածություն չունենային գործադիր իշխանությունից եւ նրա ղեկավարից, ուղիղ կախվածության մեջ են եւ բնականաբար միամտություն կլինի ակնկալելը, որ այս պաշտոնները զբաղեցնող անձանցից որևէ մեկը բավականաչափ ինքնուրույնություն է ցուցաբերելու։ Ասենք, եթե երկրի ազգային անվտանգության ծառայության տնօրենը վեհապար Հայրապետին դիմում է ավազանի անունով, ել ինչ ուզես։ Այդ անձը, որը իրեն հաշիվ չի տալիս, թե ինչ կառույցի ղեկավար է ինքը, եւ տեղավորվելով այս վարչախմբի անընդունելի քաղաքական խոսույթի մեջ, ցույց է տալիս, որ ինքը ընդհանրապես ԿՊԱ-ական աշխուժակ է, եթե վեհապար Հայրապետին դիմում է ավազանի անունով։ Շատ լավ, հետևենք process-ներին, դեռ առիթներ կունենանք քննարկելու։ Շնորհակալ եմ այդ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ, սիրով։